Մեր ձևով շարժումը ստորագրահավաք է սկսում պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է շարժման փաստաբանական խմբի անդամ Գոհար Մելոյանը։ Նրա խոսքով մինչ օրս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագինը նվազեցնելու մասին դիմումն անպատասխան է թողել։ Մենք իդեմ մեր ձևով շարժման մեկնարկում ենք համապետական ստորագրահավաք հանրագրի տեսքով։ Հանրագիրը դա 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեռք բերված հանրային վերահսկողության եւ հանրային հաշվետվողականության ժողովրդավար կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչող մեխանիզմ է, ինքը լավագույն բարեփոխումներից ու ներդրումներից էր մեր սահմանադրության մեջ, որի միջոցով քաղաքացիները կարողանում են իրենց վերաբերելի հարցերով, իրենց կյանքին առնչվող հարցերով պետական մարմիններին դիմումներ եւ պահանջներ ներկայացնել։ Ըստ Մելոյանի, հանրագիրը 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների ընթացքում ձեռք բերված հանրային վերահսկողության եւ հաշվետվողականության կարևորագույն ինստիտուտները կյանքի կոչելու մեխանիզմն է։ Հանրագիրը կարող է ստորագրել 14 տարեկանից սկսած յուրաքանչյուր անձ։ Մելոյանը նաեւ հավելում է, որ պահանջը արդարացի է։ Դիմացը ձմեռը էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազեցվի։ Փաստը արձանագրված է, որ մինչև Սամվել Կարապետյանի ապօրինի ազատազրկումը եղել է մեր երկրում հստակ գործընթացներ, հեծը բնականon աշխատանք է ունեցել ու հենց այդ ավելացված գումարի արդյունքում իրենք նախապես դիմում էին ներկայացվել։ Հիմա հակառակ իրավիճակն է առկա ավելի շատ։ Հստակ մարդիկ սեփականատերերը առաջարկ են անում այդ գումարը չվատնել եւ օգտագործել ի օգուտ բնակչության, որովհետև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարին 2 անգամ սակագնային պլանը վերանայելու հնարավորություն ունի։ Ու տեսեք, նաև հակասական հայտարարություններ են անում, ինչու ոչ նաև իրենց կողմից, ժամանակավոր պաշտոնակատարը վերջերս հայտարարություն արեց, որ իրենք եւս սկսել են դիտարկել սակագնի իջեցումը։ Մեր ձևով ժողովրդական շարժման անդամ Արթուր Միքայելյանն էլ նշում է, պահանջում ենք սեղմ ժամկետում նվազեցնել հոսանքի սակագինը, քանի որ 6 միլիարդ եւ ավել դրամի խնայողություն կա։ Ըստ այդմ ՀԾԿՀ-ն հոսանքի գինը պետք է իջեցնի 3 դրամով։ Սա նրանց դիրքորոշումն ու հանրագրի պահանջն է։ Հանրագիրը ներկայացվել է մեր ձևով ժողովրդական շարժման կողմից, այն կրելու է համապետական բնույթ, այսինքն Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հնարավորություն մասնակցել հանրագրի ստորագրմանը։ Հանրագիրը բավարար քանակով ստորագրություններ հավաքելուց հետո որոշ ժամանակ անց մենք տվյալ ստորագրություններով կներկայացնենք արդեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ակնկալելով նրանց կողմից օրենքով սահմանված ժամկետներում պատասխան։ Հոկտեմբերի 30-ին Տաշիր կապիտալը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ի կողմից երկրորդ անգամ դիմում էր ներկայացրել սակագնի վերանայման, իջեցման համար։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, ՀԾԿՀ-ն մերժել էր եւ հայտարարություն տարածել, պնդելով, թե ներդրումների ավելացման հեծի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնելու սպառողների համար սահմանված սակագները։ Ավելի վաղ հունիսի 18-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ հայտարարեց, հասունացել է պահը, երբ հեծը պետք է ազգայնացվի։